Democratic Group. Շնորհակալություն, Աշպետ, լիբերալ դեմոկրատների խմբյանից, պարոն Պետրան Ուիքս։ Au nom du groupe ALDE, je vous souhaite la bienvenue, monsieur le Հարգելի վարչապետ, ես այցելել եմ ձեր երկիրը 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկումից մի քանի ամիս անց։ Ես կարողացել եմ տեսնել թե վիշտը, թե փախստականների արժանապատվությունը, բայց նաև այն ամենն, ինչ ձեր երկիրն անում էր դյուրացնելու համար նրանց ինտեգրացիան հասարակության մեջ։ Ուրեմն խաղաղության գործընթացից անդին, որի մասին խոսեցիք, կարող եք մեզ ասել, արդյոք Ղարաբաղի փախստականների հարցը արծարծվել է, մասնավորապես նրանց գույքի փոխհատուցման առումով, եւ ինչ է վերաբերում հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից, արդյոք այն վտանգված է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը արդեն նախաստորագրված է, ինքը արդեն որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել, բայց նաեւ արձանագրել է, որ իմիջիայլոց ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, իրենք ամեն ինչ չէ, որ ներառում են եւ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, ես ուզում եմ ասել, որ այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ եւ մեր ընկալումը այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Ինչու՞։ Եվ ես այս թեմային անդրադարձել եմ նաև օգոստոսի 18-ին հանրությանը ուղղված իմ ուղերձում։ Իսկ ուղերձի իմաստն այն էր, որ մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա եւ այս բանաձևը իրականացնելու վրա եւ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը։ Շնորհակալ եմ։ Thank you, Prime Minister. On behalf of the United Շնորհակալություն, պարոն Աշպետ, Միացյալ Եվրոպական ցախերի կողմից կուսակցության ամենախագահ Ջոզուգայդիս։ Thank you, Mr. Chair. Dear Mr. Prime Minister. Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելի պարոն վարչապետ, իմ հարցը գրեթե նման էր կամ ամբողջովին նույնն է, ինչ գործընկերս տվեց Ալդեից։ Մենք չենք համակարգել իմիջիայլոց հարցերը, եթե կարելի է ես շարունակեմ այդ հարցը, խնդրում եմ մեզ ասեք կոնկրետ ինչ ձևերով կարող է միջազգային համայնքը, հատկապես Եվրոպայի խորհուրդը լավագույնս աջակցել Հայաստանին այս կարևորագույն գործընթացում կապված փախստականների հետ, Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ։ Եվ ավելին, ինչպես նշեցիք ձեր ելույթում, ես
եթե ժամանակ ունեմ նաև քննեմ մանրամասնեք այն քայլերը, որոնք կարող եք ձեռնարկել, որպեսզի ավելի շատ առաջընթաց ձեռք բերվի շատ կարևոր հարցերով, ինչպիսիք են օրինակ դատական համակարգի անկախությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, իրավունքի գերակայության պաշտպանությունը եւ ամրապնդումը։ Շնորհակալություն Ջորջ, հարգելի վարչապետ, ցանկանում եք պատասխանել։ This will be the Եվ սա վերջին պատասխանն է, քանի որ դժբախտաբար պետք է արդեն ավարտենք մեր առավոտյան աշխատանքը 3 րոպե, շատ շնորհակալություն։ Գիտեք, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում այնինչ միջև հիմա արվում է, մենք պետք է պարզապես Եվրոպայի խորհրդի հետ շարունակենք եւ խորացնենք մեր համագործակցությունը։ Եվ դա հաջողության պատմություն է, պարզապես նոր մարտահրավերներ են իհայտ գալիս եւ մենք պետք է այդ մարտահրավերները հետ առերեսվենք եւ լուծենք Հայաստանում ժողովրդանալ դարձնելու համար։ Իմիջայլոց հարցերի մեջ կար նաեւ թե Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովը ինչով կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Օրինակ, լեգիտիմ բառապաշարի օգտագործումը դրա կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որովհետև այն բառապաշարը, որ օգտագործվեց եւ որի օգտագործումը ես դատապարտեցի, դա Հայաստանում լայնորեն ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Էլի եմ ասում, խնդրում եմ բոլորիդ, Վաշինգտոնի հռչակագիր ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է, 1 էջանոց 5 կետ։ Խաղաղության համաձայնագիրն էլ հրապարակված իմիջայլոց շատ մեծ չէ, եւ դա է այն լեգիտիմ եւ համաձայնեցված բառապաշարը, որի վրա մենք պետք է հիմնվենք եւ որի օգտագործումն է միայն, որ մեզ հնարավորություն կտա նորածին խաղաղությանը խնամել եւ հասունացնել։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցներին, արդեն ասի, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի ավելի շատ նրանց բնակավորման հարցերը լուծելու համար, բայց Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում վերամասնագիտացման, կրթության հարցերում նրանց աջակցության եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր ուղղություն է, որպեսզի նրանք Հայաստանի զարգացող աշխատանքի շուկայում ավելի արագ գտնեն իրենց տեղը։ Իհարկե Հայաստանի կառավարությունը նման ծրագրեր իրականացնում է եւ միջալոց առաջիկայում մեր կառավարությունը պատրաստվում է համաժողով կամ աշխատաժողով հրավիրել, որտեղ մասնակից կլինեն Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր հայրենակիցներ եւ այդ աշխատաժողովի ընթացքում մենք կփորձենք անմիջապես իրենցից լսել տպավորությունները միջև այժմ իրականացված ծրագրերի վերաբերյալ եւ նաեւ որոշակի միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը համաձայնեցնել նրանց հետ կամ նրանց առավելագույնս ներառել բովանդակությանը ու քանի որ վերջին պատասխանն է վեաժողովի հարգարժան նախագահ, հարգելի գլխավոր քարտուղար, հարգելի ներկաներ, դեսպաններ, պատգամավորներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հնարավորության համար եւ իմ հարգանքների հավաստիքը Եվրոպայի խորհրդին եւ նրա բոլոր ինստիտուտներին եւ շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդավարությանը այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ եմ։ Thank you, dear Prime Minister, for being with us today.